Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ գտնվում Multigroup կոնցերնում եւ իհարկե հետաքրքիր է։ Լրագրող եմ, իմ անունը Շաքե Ավոյան է։ Ես այցելում եմ գրասենյակներ եւ պատրաստում եմ հաղորդում։ Մարդիկ արդեն կիմանան, որ այսպես նկարելով գալիս է եւ ինչ նկարում է, ամեն ինչ հաղորդում է հենց Հրապարակ TV-ի բլոգը եւ բլոգը վարող Շաքե Ավոյանը։ Բարև ձեզ։ Մենք բոլոր սոցիոլոգիական հարցումների արդյունքներով շատ գոհացուցիչ իրավիճակ ենք արձանագրում, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշի, Առաջարկ Հայաստանի վարկանիշի եւ պարոն Ծառուկյանի անձնական շատ բարձր վարկանիշի հետ կապված։ Ինչով եմ ես վատ մարդ, որպեսզի չկարողանամ հիմա այցելել իրեն եւ տալ մի քանի հարց։ Դուք միանշանակ ունեք այդ հնարավորությունը, ես հիմա ուղղակի ճշտեմ, թե իր մոտ ինչ վիճակ է, մարդ կա արդյոք հյուր ունի թե ոչ, եւ մենք կարող ենք բարձրանալ։ Պարոն Ծառուկյանի մոտ կարող ենք բարձրանալ։ Կարող ենք բարձրանալ, մեզ 10 մինուտ են։ Համեցեք։ Ըհը։ Այստեղ տարբեր աշխատասենյակներ են, սա ադմինիստրատիվ մասնաշենքն է, որտեղ նաեւ Multigroup կոնցեռնի տարբեր գրասենյակներ կան, հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսի եւ նաեւ կուսակցության գրասենյակները, մարզային կառույցների համակարգման գրասենյակը, շատ մեծ գրասենյակ է։ Այո, ճիշտ էի ասում, շատ մեծ տապան է։ Այո, որտեղ դռները բաց են բոլորի համար, բոլոր կարող ուժերի համար, ովքեր ուզում են աշխատել ի նպաստ Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։ Շատ լավ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միշտ դեպի վեր։ Ինձ թվում է մի 15 հարկ բարձրացանք։ Միշտ դեպի վեր, միշտ դեպի վեր։ Միշտ դեպի վեր։ Այո։ Համեցեք։ Բարև ձեզ։ Կներեք, ձեզ կարող ենք խանգարել։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Կներեք, որ ընդհատեցինք, պարոն Ծառուկյան, Շաքե Ավոյան։ Ես այսպեսի մի բլոգ եմ պատրաստում այս նախընտրական շրջանում, ինչպես են կուսակցությունները պատրաստվում ընտրություններին եւ ես անհանգստանում եմ, թե կուսակցությունները ակտիվ չեն, այսպես մտածում ենք ոչինչ չեն անում, այսօր Իվետան այնքան շատ բան պատմեց եւ նույնիսկ կազմակերպեց ձեզ 1-2 հարց տալու այս հնարավորությունը։ Համեցեք, նստեք, Շաքե։ Կներեք, որ ձեզ խանգարեցի, տեսնում եմ, որ ձեզ մոտ շատ աճել է, շատ ցանկալի։ Ես ասում եմ բանակցություններ, Իվետան դա անվանում է քննարկումներ, ասում է, որ մենք չենք բանակցում եւ ով գալիս է։ Ոնց ցանկանում եք ձեր հարցերը։ Իվետա այդ գործ չունի։ Գիտեք ինչի մասին, ինչն է ինձ տանում այսօր կուսակցությունների գրասենյակներ։ Այն, որ չի զգացվում ինչ ներքին խմորումներ կան, համախմբման այս ինչպիսի քայլեր կան։ Կուզեի ձեր կարծիքը հարցնել։ Ինչպիսին է ընդդիմադիր դաշտը այս պահին, ակտիվ այսպես բանակցային քննարկման փուլ կա ձեզ մոտ արդյոք եւ ինչպես եք դուք դա գնահատում ընտրություններից մոտ 100 օր ընդամենը առաջ։ Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ հարցը տվեցիք։ Ամենակարևորը ուզում եմ ասել, եթե դուք զբաղվում եք քաղաքականությամբ, կարդում եք, առաջինը դուք պետք է իմանաք, տեղեկացված լինեք, որ բանակցային ոչ մի հարց չկա ընդդիմության հետ, ինչ որ մեկը մեկի հետ բանակցի, անձամբ ես իմ մասին եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ բանակցելու բան չունենք։ Այսօր լիարժեք տեսնելով իրավիճակը, երկրի վիճակը, տնտեսական, սոցիալական, քաղաքական վիճակը, ու այսօր մեր ազգի վիճակը, որ ասենք թե ես իրոք քաղաքականությամբ զբաղվելով, ասենք թե ամեն ինչով տեսնելով, հասկանալով, զգալով կապերը կա, տեսակետը կա, մոտեցումը կա, տեղեկությունը կա, նորությունները կան, ու իմ համար շատ ցավալի է, որ այսօր մեր երկրում մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը շատ կոտրված, հիասթափված, պարտված կարգավիճակում, որը դասազական չի մեր հայ ժողովրդին, մեզ, որը ես նայում եմ, ցավ եմ ապրում։ Եվ իմ կապերով ամբողջ աշխարհի ասենք թե Հայությանը այդ մեր ծառուստա ճանաչված է, ազդեցիկա, հզորա, իր կապերով ամեն ինչ բոլորը նույնն են։ Ասենք այսօր դուք գաք դուրս Ռուսաստան, Եվրոպա, հայրի մոտ կա կոտրվածություն, կա խեղճություն, կա պարտված մարդու, պարտվածը չի կարող հզոր լինել։ Այո, դա սազական չի, բայց սազական չի, ու սազական չի, մեր ամբողջ
աշխարհի հայությանը մեզ, որ մենք այդքան կայացած լինելով, կապերանանալով, ազդեցիկ լինելով, որ մենք թույլ տանք մեր ժողովուրդը, մեր երեխաները այս խեղճացած, պարտված կարգավիճակում լինեն։ Ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե մարդը կարողանա ճիշտ կազմակերպի, թիմ կազմակերպի եւ ճիշտ ծրագիր իրականացնի, անպայման այս վիճակից դուրս գալը մեկ անգամ մեկ է, չլուծող խնդիր չկա։ Դրա համար այսօր ես բոլորը նայելով, ուսումնասիրելով, թիմին հավաքելով, քննարկելով, այսօր ոչ թե մենք նստած գեղեցիկ, ասենք թե ծրագրեր են կազմում, ինչ որ աշխատավարձներ, թոշակներ բարձրացնելու, այլ հիմնական խնդիրը մենք պետք է սկսենք ժողովրդից, ոլորտներից, ամբողջ թիմը, ոչ թե մենք ինչ որ պայմանավորվածություններ, դաշինքներ, քննարկումներ, այլ ամբողջ թիմը զբաղվում է աշխատանքով տարբեր ոլորտի մարդկանց հետ, ով որ ոլորտով զբաղվում է, որ կարող է այդ ոլորտում ապրի, աշխատի, իր ընտանիքը պահի։ Եվ ասեմ, դուք չեք ասում ձեր տեսակետը, այլ դուք հարցնում եք մարդը տվյալ պահին ինչ խնդիր ունի, ինչ խնդրեմ ունի, տարբեր ոլորտի մարդկանց մասին է խոսքը, որ մենք կարողանանք այդ հասկանալով կազմակերպենք այդ խնդիրների, խնդիրների իրենց դարդուցավի լուծումը տանք, որ մարդը կարդալուց մեր ծրագիրը հասկանա, որ սա իրեն է վերաբերվում եւ այս խնդիրը կարգավորելու դեպքում արդեն ինքը կարող է նորմալ աշխատել, երկրից չգնա, իր ընտանիքը պահի, իր տունը պահի եւ կարողանա իր վարկերը փակի։ Շատ գեղեցիկ է ասված, պարոն Ծառուկյան, բայց իշխանությունը ես ոչ թե գեղեցիկ ասում։ Իմ հարցն է։ Իրականը ես նորից եմ ասում, ես տեսնելով, պատկերացնելով, ես սովորական բանվորի ընտանիքից եմ եւ ոչ թե պատահական ինչ որ միլիոնատեր եմ դարել կամ միլիարդատեր եմ դարել, այլ աշխատանքով հասկանալով, գիտակցելով 100 ռուբլին, 1000 ռուբլին, 2000, 500,000 անել, կառուցել, իր քարի վրա դնել, ընդլայնել, մեծացնել։ Ինչ որ իրական կյանքում ես նայում եմ, ինչ որ ասել եմ, չկա մի բան ասած լինեմ չանեմ։ Ինչ որ ասել եմ, արել եմ։ Անմիջապես եմ հանձնարարել կատարեն, որ հանկարծ չլինի կարող եմ մոռանամ, ասեն դու խոսք ես տվել։ Միշտ էլ ցանկացել եմ, արել եմ, կազմել եւ այսօր հիմնական մեր նպատակն է, որ մենք կարողանանք առաջարկ Հայաստան ծրագրին այդ հիմնական մարտիկ գալիս են, ցանկանում են, այն մարդիկ ոչ թե պաշտոն են ուզում, կարևորը որ ասում են, կարևորը ոչ թե պաշտոնն է, այլ պետությունն է, երկիրն է։ Կարևորը ոչ թե դաշինքն ու մանդատն է, այլ արդյունքն է։ Որ մենք պետք է այս պարագայում կարողանանք միասնական այդ խնդիրը լուծենք այն մարդկանց հետ, ովքեր գիտակից են, ովքեր փորձ ունեն, ովքեր արդյունք են ցույց տվել, բոլորն էլ ցանկանում են, միայն մարդիկ ուզում են խապված չլինեն, դաժե գնահատված լինեն եւ կարողանան ճիշտ Դա ուզում ասել։ Ինչն է ասում գեղեցիկ է։ Մարդիկ ուզում են խապված չլինել, բայց ինչ է անում իշխանությունը։ 10,000 դրամով բարձրացնում է կենսաթոշակ։ Ու հասկանում ենք, որ կենսաթոշակառուների մի մեծ թիմ, այսպես խումբ այդ 500,000-ից դրանով իմ անունը Շաքե է, Շաքե Ավոյանն եմ։ Շատ վաղուց ուրեմն ես ձեր հարցին պատասխանեմ։ Այսօր ցանկացած մարդ ով է լինի իշխանությանը, ցանկանում անել, օգնել իր ժողովրդին։ Իսկ ցանկացած մարդ պետք է ուրախանա, եթե պետությունը իր ժողովրդի համար լավ բան է անում։ Շատ լավ է, բայց դա հիմա մի ամիս, երկու ամիս շուտ հետո կարող ես կարող եմ մի բան ձեզ ասել, որ հիմնականում պետք է նայեն քաղաքական ուժը, ինչ խոստումներ է եկել իշխանության, ինչ խոստումներ է տվել ժողովրդին, ինչեր է խոստացել, որ պետք է կատարի, անցել է 8 տարի, խոստումներից որն է կատարվել, թող ասեն, այսօր նորից ասելով, կամ հիմա գնում են նորից ընտրության, ինչ խոստումներ է տալու, այսօր ժողովուրդը ես ասեմ, մորեկա ես 100, 200, 500 մարդ հետ շփվում եմ, աշխատողի, ծառայողի, չգիտեմ, գյուղատնտեսի, բանվորի, պահակի հետ, բոլորի հետ։ Մարդիկ այսօր բոլորն էլ գիտակցում են, հասկանում են, կեսը վախում են խոսեն, կեսը իրական հանկեց խոսում են։ Ու այսօր հիմնական հասկանում են, եթե այսօր ինչ եք խոստվել, ինչով եք եկել իշխանություն, որ ասածն է իրականություն դարել, եւ այսօր ինչ խոստումներ եք տալիս, որ վաղը գաք իշխանություն, ինչ եք անելու։ Այնպես այսօր ժողովուրդը փորձառու է, գիտակից է, շատերը չեն խոսում, վախենում են, բայց հոգու խորքում բոլորն էլ հասկանում են, գիտեն չեն։ Չեք վախենում, բայց քանի որ ձեր համբավը գնալով բարի համբավի հետազոտությունների մասին մենք Իվետայի հետ խոսեցինք, բարեգործական աշխատանքներ, Քրիստոսի արձանի շուրջ նաև այդ շատ մարդիկ դա գնահատում են այս շրջանում հատկապես այս եկեղեցու նկատմամբ այս հարցակումների շրջանում դա ավելի էսպես մի տեսակ խորհրդանշական է դառնում եւ կան հարցումներ, որտեղ
Բարի դրական համբավը Գագիկ Ծառուկյանի եւ իր խոստումները կատարած լինելու հայտարարում գալիս է մինչեւ 60%-ի բարի համբավի մասին կարող ենք մենք տեսնել տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ դա բարկացնում է իշխանություններին։ Նրանց հրապարակած արդեն քվեարկության հետ կապված հարցումներում նույնիսկ ձեր անունը չեն նշել։ Այսինքն ձեր նկատմամբ բռնաճնշումներ կսկսվեն, հնարավոր է դուք բիզնեսմենները միշտ էլ մի քիչ խոցելի են իրենց զգում քաղաքական այսպես թեմաների մեջ դուք կանխատեսում եք որ այս 100 օրում ձեզ կարող են փորձել այսպես ասած ճնշել չգիտեմ ձեզ կարելի է ճնշել թե ոնց են ճնշում բայց ամբողջ կյանքում ինչ որ ասենք դե իմ պատկերացումով ամեն ինչը տեսել եմ ես նորից եմ ասորական աշխատողի ընտանիքից եմ որը գիտակցելով հասկանալով արել եմ կառուցել եմ օգնել եմ կայացրել եմ ինչքան որ դու անկեղծ ես լինում այնքան Աստված քեզ ավելի շատ է տալիս ով ինչի արժանանան արժանացնում է դա այնպես որ այսօրվա վիճակում էլ հետապնդում ենք տեսել կալանավորում ենք տեսել բանտում ենք եղել ամեն ինչ ասենք թե հետապնդումներ ստուգումներ մինչև այսօր էլ ասենք թե ստուգում են այն կառույցները որը տվել եմ կառավարման ամեն ինչ էլ ասենք թե այսինքն կան ճնշումներ դատական process-ներ դրանք իմ համար միևնույնն են դա ասենք թե մի բան գիտեմ որ օրենքը առաջ բոլորն են հավասար դուք ստուգեն ով մեղավորները պատասխան տան իսկ ասենք ես գիտեմ որ որից ինչ որ եթե խախտում կա ինչ կա դրա համար ասենք թե ինչ որ ասում եմ մարդուն պատիժ թող պատիժը կրի այնպես որ դրանք ինձ ոչ վախեցնում են ոչ էլ ես վախում որտեղ ես գիտեմ ոչ մի վատ բան չեմ արել բացի լավից բարիից կառուցելով իմ երկրի պատիվը բարձր պայելով ժողովրդին օգնելուց հիմա պարզ է ոչ մեկին չեմ օգնում քանի որ օրենք են ընդունել ցանկացած մոտեցում դա պետք է համարեն ընտրակաշառք Դա դեր բարեգործություն որ այսքան տարի արել եք եւ հիմա չպետք է անեք այս Ես այնքան եմ կատարել, որ նայում եմ ուսումնասիրում եմ, որ ժամեր, օրեր, ամիսներ անընդհատ 90 թվականից մինչև այսօր արել եմ, անում եմ, անելու եմ։ Կարևորը մարդու գործն է մնայուն։ Ցանկացած ոլորտ, ցանկացած կառույց, որտեղ ասես իմ մասնակցությունը, աջակցությունը կա, որ անշախնդիր Աստծո առաջ Տիրոջ առաջ փակ տիրոջը որ ինձ հնարավորություն ա տվել բանվորի ընտանիքից կայանալու ունենալու որ ես էլ պետք է ճիշտ օգտագործեմ իօգուտ իմ երկրի իմ ժողովրդի ամենակարևոր հիմնական սա է որ մարդը կարողում է ճիշտ օգտագործի գումարները նպատական ես նույնպես եմ ասում ես միլիարդատեր եղի եթե դու ճիշտ չես օգտագործում ոչ մեկը քեզ ոչ հիշում է ոչ էլ կանոնը հիշատակում է բայց մարդը իր արած գործերով է մնում մնայուն, որ միշտ հիշվում է, միշտ ասում են, հիմնական սա է։ Դες չնեղացրեց, որ ձեր անունը չկա այդ անցողիկների ցանկում։ Ուրեմն ես ասում հիմնական դա թույլ մարդիկ կամ իրենց վրա ոչ վստահ մարդիկ օդի մեջ դադարք տվել են ասում։ Ես գիտեմ լիարժեք, ես հարցումները կատարել եմ, ես չեմ ուզում դա հայտարարեմ։ Մենք նորեն քաղաքականություն ասենք թե քայլեր կատարում, ասենք թե լիարժեք կտեսնենք, մարդկանց ասենք թե ովքեր են միանում, անշախնդիր։ Ասացեք գնալու եք տներ, մարզեր, ամենտեղ։ Գաղտնիքները չեն բացում, ամեն ինչ էլ անել են, ես նորից եմ ասում, այսօր հիմնական հարցումներով ամեն ինչով մենք էլ ենք, ամեն նստած չենք, մենք էլ գիտենք։ Այսօր չենք ասում ինչի, մենք ամեն ինչն էլ գիտենք, ամեն ինչն էլ ավելանալու է, տեսնելու ենք, մենք օրեկան մեր կողմը համախոհում են մարդիկ եւ դրսից եւ ներսից բանիմաց խելացի ազդեցիկ հեղինակավոր մարդիկ որոնք ձեռագիր ունեն այս երկրում պատմություն ունեն պատմություն են կերտել հասկանալով ընդունելով ողջունելով մեզ մեր ծրագիրը այսա թող անեն ասենք թե մարտի վերջ հարցում անեն ապրիլին անեն մայիսին անեն որը մենք էլ կանենք հրապարակենք ասեն հանձնարարել ենք օրինական անելու Չկա, որ ցանկացած հարցման պատասխանը, որի համար մարդը հայտարարում է, դրա համար պատասխանը տա։ Այդ հարցման պատասխաններն էլ գիտենք, որ պետք է դա լիներ։ Ասենք թե 20 օր առաջ, որ այդ թվերն էլ մենք գիտենք, դա մեզ պետք չի, կարևորը մենք գիտենք մեր աշխատանքի արդյունքը, ժողովրդի վստահությունը, նորից եմ ասում այսօր ժողովուրդը լիարժեք միամիտ մարդ չկա, բոլորն էլ գիտակցում են, բոլորը ինձնից էլ քեզնից էլ շատ գիտեն։ Ով ինչ կարանի, ինչի անտունակ եւ ինչ է արել։ Կարելի է հարցնեմ մի հատ։ Արդեն ես հիմա կներեք, հիմա ուղղակի ուզում էի կոլեկտիվը սպասում է։ Գիտեմ։ Ես ուզում եմ գնամ իրենց շնորհավորեմ, մեր հայկանեք, արժեն են հարգանքի եւ մեծարման։ Նույնը ձեզ շնորհավորում եմ ձեր կանաստոնը։ Որ դուք լինեիք ցուցակում, գուցե մարդիկ ավելի հավեսով գնային ընտրության, որովհետեւ դեռ ժամանակ կա, մի անհանգստացեք, ամեն ինչը դեռ լինենք մարտ, ապրիլ, մայիս 3 ամիս։ Մենք չենք շտապում, մենք վստահ ենք։
Այսինքն ժամանակը բավարար է, այդպեսի հարց ունեինք, ես չեմ տվել։ Ժամանակը Ես բավարար է։ միշտ պատրաստ եմ եւ հարց կունենաք, Կգամ միանշանակ նաև ավելի, պատասխանելու։ երբ ավելի ակտիվ արդեն հանրային ասելիք ունենաք, Ես կգամ նոր ձեզ եմ մոտ ուզում եւ ասել ձեզ հիմնական հարցը ակտիվ մենք մեր ներկայացնում ենք մեր մոտեցում մեր ծրագիրը, մենք որևէ մեկին ոչ վիրավորում ենք, ոչ ցեխ ենք շպրտում, բոլորն էլ իրավունք ունեն մասնակցելու, բոլորն էլ իրավունք ունեն իրենց ծրագիրը ներկայացնելու։ Իմ ծրագիրը ոչ թե այսօր պաշտոնն է, վարչապետն է, այլ իմ ծրագիրը, որ ես ուզում եմ մեր երկիրը, մեր ժողովրդին այս վիճակից հանել։ Մենք պետք է կարողանանք իրականացնենք, որ մենք մեր ժողովուրդը մեծ կուղի խեղճությունից դուրս գա, որ աշխարհը մեզ հարգի, թույլ մարդուն, պարտված մարդուն, ես ոչ մեկը չի հարգում, ուժեղ մարդեն հաշվի նստում, երբ որ մենք կարողանանք այդ խեղճությունից դուրս գանք, աշխարհը մեզ կհարգի կողքունի, մեր կողքը կկանգնի, մենք ուժեղ դաշնակիցներ։ Բայց դուք խաղաղության կողմնակից եք, չէ՞։ Բայց այսօր բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք, իսկ խաղաղությունը Դե ասում են մենք չընտրվենք խաղաղություն չի լինի։ Դրա համար բոլորին է հարցը։ խաղաղությունը ոչ թե այսօրվա խոսքի խաղաղություն պետք է լինի, պետք է երաշխավորված խաղաղություն լինի, որ վստահ լինենք, ժողովուրդն էլ վստահ լինի։ Այսօր խաղաղություն չկա, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ ասում են պետք է կատարենք, ինչ թելադրում են պետք է կատարենք, 300,000 պետք է ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի, իսկ մեր փախստական ժողովուրդը տները թողած, նրանք իրավունք չունեն։ Սա է խաղաղությունը։ Եթե մեկը կասի այո, ասեմ հալալակ ես։ Խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, որ դու վստահ լինես։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ ավելի շատ ժամանակ խլեցի, քանի Իվետային խոստացել էի։ Ես միշտ խոստանում եմ այդպես չանել ու միշտ ստացվում է ինձ այդպես։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր տոնը շնորհավոր լինի։ Մի փոքրիկ այսպես ձեր սենյակը ցույց տամ, էլի։ Ցույց տա։ Շնորհակալ եմ տոնը շնորհավորելու համար։ Գիտեք ինչի, որովհետև մարդկանց հետաքրքիր է նաև այսպիսի բաներ, որ իրանք չեն տեսնում։ Սովորաբար։ Մենք ինչ ունենք, բոլորը կարող եք ցույց տալ, ներկայացնել, այնպես որ Այո։ Այսպես կլոր սեղան է պարոն Ծառուկյանի մոտ։ Միշտ շատ ակտիվ քննարկումներ են ծավալվում, շատ բուռն։ Ասպետների Արի, ես տարի սենյակին է գնացի։ նման եւ դուր են կողմը։ Այո, Կներեք, որ ձեզ կտրել եմ գործից, բայց Ոչ, դե մենք էլ մեր շնորհակալ եմ։ գործն ենք առաջ տանում եւ դա փաստորեն ստացվեց։ Լավ եղեք։ ձեր շնորհակալություն, այո։ Հուսով եմ մյուս անգամ եւս կկարողանամ այսպես հասնել։ ժամանակով, խնդրեմ։ Նախապես Շատ կպայմանավորվենք։ շնորհակալություն, ձեզ Հաջողություն կուղեկցեն ձեզ։ Շաքե ջան։ Առաջինը ձեր բուկլետը կար, ուրիշ բուկլետ չկար։ Այո։ Եվ դա արդեն պարոն Ծառուկյանի սեղանին դրված էր։ Իվետա ջան, մի քիչ երկար տևեց, բայց եթե ինձ մնար ավելի երկար կտրվեր, որովհետև դե հարցեր կան, հասկանում ես։ Շատ շարունակական է։ Կգամ էլի, իհարկե։ Կգամ, երբ ավելի շատ ասելիք լինի այն իմաստով, որ նոր հարցումներ կունենաք, նոր առաջարկներ կլինեն եւ ձեր թիմում երևի նոր մարդիկ ներգրավված կլինեն։ Միանշանակ, որովհետև յուրաքանչյուր օր է ավելանում ծրագրին միացած մարդկանց քանակը եւ առաջիկայում շատ հետաքրքիր անակնկալներ են սպասում եւ շատ հետաքրքիր անուններ կլսեք։ Կարող եմ ձեզ նկարել։ Ինչպես եք։ Դեմ չի Արմանը։ Այս վերջերս ուր գնացել եմ, ինքը եղել է նկարել եմ հրապարակում, ձեզ նկարեցի։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Ընտրությունների հետ կապված ինչ զգացողություններ ունեք։ Գիտեք, Բարդ է, չէ, բայց հիմա։ չէ, իհարկե բարդ է, բայց դե այնուամենայնիվ համոզված եմ, որ ժողովրդի գնահատականը կտա բոլորին։ Ի վերջո դա կլինի այդպես, իհարկե։ Հաջողություն ձեզ։ Լավ։ Ահա։ Ոյ։ Նորից հանդիպեցինք։ Այո, աստորեն։ Վերելակի էքսկլյուզիվ կոնտենտ ես դու նկարել։ Ով է վերելակի մեջ զրուցել պարոն Ծառուկյանի հետ։ Այսպես։ Հիմա գնում եք կանանց մարտի 8-ը շնորհավորեք եւ ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում, որպեսզի բոլորը գոհ եւ այսպես երջանիկ հեռանան այդ միջոցառումից։ Մեծ հայկանակ արժանը։ Այո։ Այո, մեր ժողովուրդը ընդհանրապես ավելին է արժանի, քան այս պահին։ Այս 4-րդն է, Շաքե ջան, դուք այս Հա, ես դուրս եմ գալիս։ Հա, շատ լավ։ Դու գնացիր, հա, հաջողություն ձեզ։ Լավ եղեք։ Ահա եւ նաեւ Բարգավաճ Հայաստան։ Հաջողություն ձեզ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում եղանք, լսեցինք առաջարկը ժողովրդին
Եվ տեսանք, որ լավ էլ տապան է։ Շարունակում եմ ես շրջել բոլոր քաղաքական նավերում, կզրուցեմ բոլոր ընտրություններին մասնակցել հավակնող ուժերի հետ եւ հնարավորություն կտամ ընտրողին լսել մեկ անգամ եւս շատ անկաշկանդ եւ շատ կենթանի խոսք, շատ անսպասելի հարցերի շուրջ եւ շատ անսպասելի հյուրի կողմից։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը։ Եթե դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ եւ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն սպասեք ինձ, սպասեք, ես գալու եմ։